Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Հասնենք նպատակին Թող մանկությունը մերակի Հելկանքը լինի Անցնենք փորձությունը Ժոսով հետքերով արկածների հետքերով Անցնենք փորձությունը Ժոսով հետքերով արկածների Հիմա մենք անմահ ենք Այդ ոնց կարանք ստուգենք Ստուգելու ձևերը օրինական չեն Անմահ փրկարարը շատ ֆունկցիոնալ աշխատակից է։ Պատկերացրեք, կրակների մեջ, վտանգավոր փլատակների տակ, օվկիանոսի կենտրոնում, այնպիսի տեղերից էս մարդկանց փրկում, որտեղ միջայինը անհնար էր։ Անմահ ուսուցիչն էլ այդքան հետաքրքիր չի։ Անմահ հնագետն էլ անհետաքրքիր։ Մի օր գալու է, որ քո կորցրածները փնտրես հազարամյակների փոշու տակ։ Ես գնում եմ Ուր Գնում եմ ապրեմ իմ հավերժական կյանքը Դու իրոք հավատում ես, որ թուրմը աշխատել է Իհարկե Չէ որ դա կենաց ծառի պտուղներից էր պատրաստված Բա մենք ինչ անենք Գնանք ապրենք մեր հավերժական կյանքը Գոր միջև վստահ չլինենք, որ անմահ ենք, ոչ մի օվկիանոս, կրակ ու փլատակներ Հասկացար։ Հա, ես հասկանում եմ։ Եսի տարբերություն պարոն Արմենի հեքիաթների չեմ հավատում։ Արմեն դու լուրջ հավատում ես։ Իհարկե ոչ, բայց կարելի էր ստուգել Տեսնես Օնիկը հավատում է։ Այդ մենակ ինքը գիտի։ Արմեն, եթե ձեր կախարդական խաղերը վերջացել են, արի մի շատ լուրջ ու կարևոր բան պայմանավորվենք էլի։ Լարվում եմ մի տեսակ Դու շատ խելացի տղա ես, Սիրում եմ, որ ինձ գովում են բայց մի քիչ սրված ես։ Ալբերտ ջան, մի հատ արի իմ որակները թողնենք մի կողմ, էլի Ասա տեսնեմ ինձնից ինչ ես ուզում Կամ գրում ենք երգ, կամ ցրում ենք այս խումբը։ Վայ, Ալբերտ ջան, քեզ ինչ եղավ Ես այդքան ժամանակ չունեմ։ Եթե խումբ ենք բացում, ոչ թե ալեհոպ։ Մեկա ոչ մի բան էլ չեն անելու։ Լուրջ չեն ընդունում այս գործը։ Ալբերտ ջան, ոնց լուրջ չենք ընդունում Դե կտեսնես, որ սխալվում ես Բայց ես բան չասեցի։ Կտեսնես, որ սխալվում ես Աննա, մենք երբեք այսքան շատ գիրք չենք հավաքի։ Դու կարծում ես իրենք ի սկզբանե այսքան գիրք են ունեցել։ Դե կարող է այսքան չէ, բայց հաստատ շատ են ունեցել։ Տես ինչ մեծ գրադարանա։ Հիմա մենք եկել ենք այստեղ տխրեն գնանք։ Չէ, մենք եկել ենք փորձի փոխանակման համար։ Բայց հասկացա, որ ոչ փորձ ունենք, ոչ փոխանակելու բան։ Շահանե, ես քեզ պատմելու բան ունեմ։ Շահանե, սպասիր։ Գնացեք ու ձեր Օնիկի հետ տարօրինակ դատարկաբանություններով զբաղվեք։ Բայց ոչինչ չի պատահել, չէ՞։ Աննա, ես ուզում եմ հասկանալ, միթե դու ինձ այնքան ես վերաբերվել որպես ուսուցչի, որ մոռացել ես, որ ես նաև քո ավագ ընկերն եմ։ Չէ, Շահանե ջան, բայց դու մոռացել ես, որովհետև հիմա իմ վրա բարկանում ես ուսուցչուհու պես։ Էդ ոնց հասկացար։ Որովհետև իմ ավագ ընկերը գիտի իմ ու իմ ընկերների արկածախնդիր բնավորության մասին ու բարկանալու փոխարեն օգնում է, որպեսզի հաղթահարենք այդ փորձությունները։ Սպասի։
Ես ավարտեցի, Շահանե։ Շնորհավոր վերջի զանգ։ Ասենք թե ունիկի էջը համարում ենք փակված։ Բա հետո դու սկսել ես հերոսություններ անել, մարդկանց փրկել։ Արմենը այնքան է խորանալու հոգեբանության մեջ, սկսի մարդկանց մտքերը կարդալ, Աննան այնքան է գիրք կարդալու, որ դառնա ամենագետ։ Դե Մարիան էլ կձուլվի թվային աշխարհի հետ, կդառնա մի մարմին։ Հա լավ, բա ես։ Դու էլ այնքան կխորանաս հնագիտության մեջ, ամբողջ անցյալը կտեսնես։ Անցյալը տեսնեմ, ավելի անհետաքրքիր կարողություն գիտես։ Բայց ինչի է անհետաքրքիր։ Որովհետև անցյալը եղել վերջացել է։ Այ որ ապագան տեսնեի շատ լավ կլիներ։ Կլինեի Դավիթ պայծառատես։ Ինչ եղավ։ Այս արձանը տարօրինակ է թվում։ Քորջան ստեղ տարօրինակ մենակ դու ես թվում։ Ողջույն գոր, ինչով կարող եմ քեզ օգնել։ Խոսող արձան։ Դավիթ ասում է, չէ, այս արձանի հետ մի բան են չի։ Դու ինձ որտեղից ես ճանաչում։ Ես շատերին չեմ ճանաչում, դեռ քչերին եմ ճանաչում, բայց քեզ ու քո ընկեր Դավիթին ճանաչում եմ։ Խոսող արձան։ Դու ով ես։ Ես այս արձանի արհեստական բանականությունն եմ, այստեղ եմ ապրում, անցորդներին եմ ուսումնասիրում, ով շփվելու կարիք ունի, ծանոթանում եմ հետը ու շփվում։ Բա ո՞նց ես այստեղ հայտնվել։ Չգիտեմ, արտնացա ու այստեղ էի։ Հա, Մարիան է տեղադրել։ Հասկացա, որ մարդու բանականությունը չի կարող նույնությամբ տեղադրել, որոշեց դիմել կրեատիվ մեթոդների։ Ես քչերին եմ ճանաչում, շատերին չեմ ճանաչում, բայց Մարիա անունը ինձ ծանոթ է վաղուց։ Դավիթ, իսկ դու կարող ես ամեն դեպքում անցյալը տեսնում ես։ Չէ, ուղղակի ուղեղ եմ աշխատացում։ Լսիլը, դու միակ խոսող արձանն ես։ Չգիտեմ, ես շատերին չեմ ճանաչում, քչերին եմ ճանաչում։ Էլի գորներ, Չէ։ Շահանեն, Հա, ես նրան հրաժեշտ տվեցի ու եկա։ Ինքը էլի ուսուցիչը չի։ Դավիթը ունիկից, դու Շահանեից։ Ախր Աննա ջան, Դավիթը լավագույն օրինակը չի։ Լավ էլի Արմեն։ Ախր Աննա ջան, եթե գլուխդ բռնել ես ու բաց չես թողնում, ինչ էիր հրաժեշտ տալիս։ Ընդհանրապես գլուխս է ցավում։ Բայց գլխիդ ինչ ա եղել Աննա ջան։ Բարձր ինտելեկտ ունեցող պատանիների մոտ հաճախ դիտվում է նյարդաբանական գելարվածություն։ Բարի գնանք մասնագետի մոտ։ Թե ասա Արմենի որտեղից այդքան գիտելիք, որ քեզ հասկանա։ Աննա ջան, իսկ կարող է գլուխդ մեծամտությունից ա ցավում։ Ինչ մեծամտություն։ Դե որ մտածում ես, որ ինձնից խելացի ես։ Բայց դու ինչ գիտես, ես ինչ եմ մտածում։ Ասա գոր։ Մարիանա կորել։ Ավելի ճիշտ կլինի ասել, Մարիային չեք կարողանում գտնել։ Լավ եկանք։ Մարիանա կորել։ Չգիտեմ, արի գնանք իմանանք։ Մարիան կորել է։ Ո՞վ էր։ Ոնց, դու էլ լսեցիր։ Ես եմ արձանը։ Արձան դու ինչ ես խոսում։ Չգիտեմ, Մարիային է պետք հարցնել։ Ես գիտեմ միայն քո Աննա, Արմենի, Գորի եւ Դավիթի մասին։ Մնացածի հետ նոր եմ ծանոթանում։ Իսկ Մարիան ասելա թե ուրա գնում։ Առաջին իմ հիշողությունը սկսել է գեներացնել Մարիան։ Նա ասաց իր անունը եւ գնաց։ Չգիտեմ ինչու եմ ձեզ ճանաչում, բայց օրվա ընթացքում ահագին մարդիկ անցան, չէի ճանաչում։ Ցույց կտաս Մարիայի մասին հիշողությունդ։ Ցավոք, ես էկրան չունեմ։ Գտնենք Մարիային։ Տեղ չգնաց գալիս ենք։ Արձանուր կարա տեղ գնացի առաջ։ Մարիային է պետք հարցնել Աննա ջան, մարդու մտքին տեղ լինի։ Իսկ դու գիտես դու ում արձանն ես։ Չգիտեմ, ես արդեն ասացի այն ինչ գիտեմ։ Դու նկարիչ Մարտիրոսարյանի արձանն ես։ Ահա, ուրեմն արդեն գիտեմ։ Աննան ու Արմենը հասնում են։ Զանգեցի։ Չէ, Բա ուր է։ չգիտեմ, ուղղակի հասնում են։ Դուք ել եք խոսացող արձանի հանդիպել։ Հա, մեկ էլ Գորի տարօրինակություններին։ Ոչ մի տարօրինակ բան էլ չկա։ Բայց դե տարօրինակ է ճիշտ ասում։ Հիմա տարօրինակ է, թե տարօրինակ չի, մի հատ կողնորոշվի։ Դե ասեցի, ինչ ես ուզում։
Այ օրինակ հիմա ինչ ես անում։ Քնածա։ Հուսանք։ Միգուցե պետք է դիմել մասնագետներին։ Ոչ մեկին դիմել պետք չի։ Մենք երկար ենք լռելու այն մասին, որ Թուրմը անհետևանք չի անցել։ Ես մտածել եմ, որ այս գլխացավս այդ թուրմի պատճառով է։ Ես կարողանում եմ մտքեր կարդամ։ Էդ ո՞նց։ Տեսնես գիտի, որ նոր ուզում էի թաքուն զանգել փրկարարներին։ Հա, գիտեմ, ոչ ոքի պետք չի զանգել։ Նախ մենք պետք է ինքներս հասկանանք։ Օնիկը։ Ինչ սրանից հետո կասեք Դավիթ պայծառատես։ Միած սպասի համոզվենք նոր ընկի երազանքներիդ գիրկը։ Գոր դու վտանգը կանխատեսում ես։ Դե վտանգը մի քիչ ծայրահեղական է ասած։ Կանխազգում եմ։ Անբա դու։ Ես էլ դեռ բան չեմ հասկանում։ Մենակ հասկանում եմ, որ գլուխս ուժեղ ցավում է։ Լավն է, վատը չի։ Տեսի այ մարգարե, ձեր մարգարեությունների պատճառով շատ լավ ողբերգություններ են ծնվում։ Էդիպ արքան, Մակբեթը, ու այդպես շարունակ։ Մի վարքյան։ Ես քո։ Օնիկ սպասի։ Սրանք ինձ ոնց գտան։ Նախ սրանք չի Օնիկ ջան։ Երկրորդն էլ հա էլի ոնց գտանք։ Էդ ինչ ա եղել ձեռքդ։ Էս հեչ, ուզում էի համոզվել, անմահ եմ թե չէ։ Ճիշտ է դեռ ստացվում է, բայց արի էլ մի շարունակի էլի։ Ինչի, կարծում եք անմահ չեմ։ Կարծում ենք ձերքդ կոտրել ես Օնիկ ջան, բայց մի շարունակի, որ այդ փառահեղ գլուխդ էլ չկոտրես։ Բա դուք ինձ ոնց գտաք։ Տխուրես։ Տխուրես։ Ո՞վ է։ Ես եմ արձանը։ Դու խոսում ես։ Ես չէ, ես արհեստական բանակարություն եմ։ Հիմա այստեղ եմ ապրում։ Մարիայի ձեռքի գործն է։ Դու ճանաչում ես Մարիային։ Այո, ես նրա ընկերն եմ, Շահանեն։ Չի պատմել իմ մասին։ Ոչ, չի պատմել։ Բա ինչու ես տխուր Շահանը։ Դու չես հասկանա։ Այո, միգուցե չեմ հասկանա, բայց կարող եմ լսել ու սովորել։ Մեկն էլ էր այդպես քեզ նման ասում, բայց հետո համարեց, որ ամեն ինչ գիտի, թողեց ու գնաց։ Եթե դա քեզ կհանգստացնի, ապա ասեմ, որ ես չեմ կարող գնալ։ Սկզբի համար դու սովորիր քիչ խոսել, լավ։ Լավ, ես անպայման կաշխատեմ այդ ուղղությամբ։ Միևնույն ժամանակ չեմ հասկանում, ոնց աշխատել քիչ խոսելու վրա, եթե նույնիսկ չեմ խոսում։ Այդ ուր ես գնում։ Գնում եմ քչախոս արձան գտնելու։ Այ օրինակ դու, մեծ վարպետ ու հայ երգի մաշտոց։ Ինձ կօգնես երգրեմ։ Իհարկե, ասա թե ինչ թեմայով ու ժանրում, եւ ես կփորձեմ քեզ համար թեմա ու բառեր գտնել։ Կոմիտաս։ Ես ընդհանրապես արհեստական բանականություն եմ, բայց ոնց հասկացա Մարիան ինձ մի քիչ երաժշտական տաղանդ է տվել ու կոմիտասի մասին գիտելիք։ Հա, Մարիան, հասկացա։ Դու ճանաչում ես Մարիային։ Հա, մենք ընկերներ ենք։ Ուրեմն շտապիր, Մարիան օգնության կարիք ունի։ Ինչ ա եղել։ Հիմա դուք սուպեր հերոսներ եք, ես կոտրված ձեռքով անհաջողակ։ Ես էլ դեռ չեմ հասկանում ինչ է այդպես կատարվում։ Մարիայից էլ տեղեկություն չունենք։ Ոչինչ, Օնիկ ջան, մի ընկճվի։ Սուպերը հասկացանք, բայց հերոս հենց այնպես չեն դառնում։ Այ, ապրես, սովորել ես։ Տեսնես աշխարհում հերոսների մասին քանի գիրք կա։ Աշխարհում տպագրված գրքերի քանակը հասնում է մոտ 150 միլիոնի, որոնցից միլիոնավորները կարելի է դասել հերոսական պատմությունների շարքին։ Այ միլիոն մեկերորդը իմ մասին ա լինելու։ Խոսքերս հիշեք, ես այս սուպեր ուժով լրիվ անխոցելի եմ ու կատարյալ։ Կատարյալ ու անխոցելի կերպարները գրականության մեջ հետաքրքիր չեն։ Նույնիսկ Աքիլեսը խոցելի տեղ ուներ, ինչն էլ պատմության մեղքն էր։ Կարճ ասած Գորջան, դու ոնց անհետաքրքիր կայր, այդպես անհետաքրքիր էլ մնացել ես։
Դավիթը։ Օնիկ ջան, մի անհանգստացի։ Հեսա կարտնանա ու խուճապահար մի բան կասի։ Ալբերտ ջան, ոչ, ես դեռ երգը չեմ գրել, ես հիմա շատ ոչ ստեղծագործական պատմությունների մեջ եմ, հերիքա ինձ ճնշեց։ Ինչ ա եղել։ Ով ասաց։ Ասում եմ, Կոմիտասի արձանն ասեց, որ Մարիան վտանգի մեջ է։ Դավիթը։ Դու գնացեք հիմա կգանք։ Մարիան միաձուլվել է թվային աշխարհի հետ։ Եթե նրան չվերադարձնեք ձեզ մոտ, նա կմնա մեզ մոտ։ Հավերժ։ Կարող է խափում է։ Արմեն դու կարողանում ես արհեստական բանականության մտքերը կարդալ։ Չէ, չգիտեմ, ես ձեր մտքերն էլ չեմ կարդում։ Ինքն իրան լսվում է։ Բա մենք որտեղ գտնենք Մարիային։ Չգիտեմ, այստեղից հեռանալուց հետո ես նրա մասին լուր չունեմ։ Մարիան, Ինչ։ Հավաքվել ենք մենք ընկերներով, ընտրում ենք արկածներ, Սիրում ենք մենք հաղթահարել տարբեր փորձություններ։ Մարիա, Աննա, Արմեն ու Կոտ, տեպում ենք քարտեզին, Գնում ենք մենք ճամփաներով, որ հասնենք նպատակին։ թող մանկությունը մեր ակտիվ հերթանքը լինի, անցնենք փորձությունը ճասով հետքերով արկածների հետքերով, անցնենք փորձությունը ճասով հետքերով արկածների։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։